Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 1-ի համար։ Ապրիլն ավարտվեց, արդեն եկավ մայիս։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, դա մեր օրն է։ Իհարկե, ով որ աշխատում է, իրենց օրն է, ով որ չի աշխատում, իրենց օրը չէ։ Եվ ընդհանրապես սովորաբար միշտ ասում են աշխատող մարդը աշխատանքը գեղեցկացնում ավելի շատ։ Որոշ կողմից այո, որոշ կողմից ոչ, կախված է աշխատանքից։ Բայց դրա մեջ խորի իմաստ կա, ոչ թե հենց ինքը, որ աշխատելու պահը նա այնպես դուք գեղեցիկ եք, ոչ։ Սա նա է, որ երբ որ մարդը սկսում է աշխատել, այսինքն տանից դուրս գալ եւ գնալ աշխատանքի, ինքը սկսում է իրեն հետևել, գեղեցկանում է։ Հենց դա է իմաստը, ոչ թե ձեզ աշխատանքի մեջ, այնտեղ խմորի մեջ, ասենց ալյուրոտ դուք շատ գեղեցիկ եք, դա էլ է մի կողմից։ Բայց այն, որ դուք երբ որ տանը նստեք եւ ոչ միտեղ չգնաք, ուղղակի հետո պետք է վեր գնաք խանութ, անգամ այդ խանութ գնալուց կալարեք կոշիկները փոխեք։ Շատ մարդիկ կան։ Ես այսօր միտեղ էի գտնվում, ով որ աշխատանքի էր եկել պիժամայով։ Ինքը շատ բարձրակարգ տեղ էր, շատ բարձրակարգ, բայց այդ մարդը ուղղակի կամ մոռացել էր շալվարը հանել, փոխեր, մազերը մի տեսակ գզգզված, ոնց որ ինքը ուղղակի դու տեսնեիր իրան միջանցքում, շենքի միջանցքում։ Այդպես ինքը եկել էր աշխատանքի։ Ճիշտ է, մարդուց է ինձ թվում է դա էլ, որ կարող է գեղեցկանալ, դրա համար հիմա այդ բառը արդեն կորցրել է իր իմաստը։ Ամեն տեսքով կորցրել է իր իմաստը, որովհետև դա շատ կանայք անում են տղամարդկանց գործ, որը եւ գեղեցկացնում է իրենց արտաքինը եւ ընդհանուր անելու ընթացքում եւ չեն էլ հետևում իրանց, որովհետեւ գնալու են էլի ինչ որ գործեր անեն, որովհետեւ ինչ պիտի մազերը սարքեն գնան այնտեղ, ես ինչեր անեն։ Հիմա շատ է փոխվել, շատ դրանից էլ փոխվել է նաև այդ բառի իմաստը, ամենայն դեպս միևնույնն է մեր տոնը դրանից չի փոխվում։ Մենք սիրում ենք աշխատել, ովքեր որ ինձ հետ են լավ գիտեն, որ աշխատանքը դա է ուղղակի միայն ապրոստի միջոց չէ, շատ մարդկանց համար աշխատելը դա իրենց ուղղակի հաճույք է պատճառում։ Սիրում են ինչ-որ գործով զբաղվել, հատկապես երբ որ իրենց սիրած աշխատանքով են զբաղվում։ Այնպես որ ամենակարևորը ոչ թե մարդ պետք է գնի գումարի հետևից, այլ իր սիրելի աշխատանքի հետևից։ Որովհետև երբ որ գումարի հետևից եք ընկնում, այդ գումարը գալիս նորից գնում է։ Դա ձեզ մոտ չի մնա։ Իսկ եթե դուք սիրով եք աշխատում, այդ գումարն էլ այնքան սիրով եք ստանում եւ այնքան սիրով եք ծախսում, որ կարող անգամ, եթե ուզենաք 2 ամիս էլ կարող եք ապրել այդ գումարով, որովհետև ձեր աշխատածն է, ձեր սիրելի աշխատանքից եկած վաստակն է իհարկե։ Այսքանը սիրելիներս եւ իհարկե օրը 5-շաբթի է, աշխատանքային օր չի համարվում, դե վստահ եմ, որ նաև Հայաստանում էլ աշխատանքային օր չէ, չնայած մեկը վերջերս ես իրան սև ցուցակ գցեցի, եթե ուզենա էլ գրի, չի կարողանա գրի, ափսոսում եմ այդ մարդկանց վրա, որ մի փոքր ժամանակ եմ վատնում, բայց համենայն դեպս աշխատանքի վերաբերյալ էր խոսում, ինքը նշում էր, որ Ռուսաստանում է ապրում եւ ինքը իր ասած բառը ինձ դուր չեկավ, ես իրան շատ փիս վիրավորեցի, ասեց դուք ձեր երկրից հերիքա բողոք եք, այսինքն ինքը որ չվել է Ռուսաստան, Հայաստանը դառնում է մեր երկիրը, շատ տհաճ եւ տգեղ արտահայտություն էր այդ մարդու կողմից, բավականին տհաճ եւ տգեղ։ Դրա համար մտածեք ինչ եք գրում, եթե չեք ուզում վիրավորանք ստանաք, սա եւս ուղղակի հավելյալ այն մարդկանց համար, ովքեր որ նոր են եւ ովքեր որ դեռ այս ընտանիքին չեն հարմարվել, եթե չեք հարմարվում, բոլորիդ ցտեսություն։ Բայց նման արտահայտություններով որ անի, իրեն հաստատ ցավ ցուցակ եմ գցում։ Ինքը այլևս չի կարողանա գրել ինձ, ինքը կարող է տանջվի գրի, բայց ինքը ինձ չի հասնում իր գրածը ու ոչ ոքին է չի հասնում իր գրածը, դա Աստծո պատիժն է իրան, բարի էջում ինչ որ չար բան գրելու համար, գիտեք, մարդը երբ որ արդեն ինքը իր երկիրը ասում է ձեր երկիրը, ուրեմն այդ մարդը արդեն հայ կոչվելու իրավունք չունի, որ աշխարհի ծայրամասում էլ ուզում է ապրի, չի կարող հայը կանգնել ասել
ձեր երկրից հերիքա բողոքեք։ Այսինքն ինքը չի գալիս, այդ երկիր չի ապրում, մի խոսքով նման չուլերի մասին չեմ ուզում խոսել, որովհետև այդ մարդիկ ինձ համար չուլ են, տրյապկա, ուրիշ ոչինչ, իրանք ոչ մի կերպ բացի իրենց վրա ոտերը ցրփելուց ոչ մի բան չես կարող անել նման մարդկանց հետ։ Այսքանը սիրելիներս, աշխատանքից խոսեցինք, ամեն ինչից խոսեցինք, հիմա մնում է կանխատեսումից խոսանք եւ Աստված տա բոլորիս կյանքում այսօրը իհարկե բոլորս տանն ենք, ոչ ոք չի աշխատում, ես ինքս բացարձակապես մեզ մոտ բոլորը փակ են, ես էլ եմ փակում բոլորը եւ մնում ենք տանը, վայելում ենք տունը։ Այսքանը գնանք արդեն խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 1-ին։ Հարգելի խոյեր, այդ օր առավոտյան, որովհետեւ հարցի շուրջ կարող եք տատանվել, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, կարող եք տատանվել։ Այստեղ կամ կստանաք արդյոք նամակը, թե ոչ, միգուցե նաև դուք եք ուզում ինչ-որ մեկին նամակ ուղարկեք եւ երկար ժամանակ է տատանվում եք ուղարկեք այն նամակը, թե ոչ, գրեք ինչ-որ մեկին, թե ոչ։ Նաև տատանվում եք, ինչու չի գալիս այդ նամակը, այդ ինչ-որ փաթեթը, վաղուց եք պատվիրել եւ մինչեւ հիմա դեռ չկա։ Մի խոսքով ինչ-որ բանի մասին եք տատանվում, որը երկար սպասված է, դուք եք երկար մտածել։ Հանդիպում շփում ոչ է տղամարդու հետ, այդ օրը կարող է տարիքով անձնավորություն է, կարող է նաև ոչ է մասնագետ է։ Այցելություն բժշկական հաստատություն կամ դեղատուն կամ ատամնաբուժի մոտ եւ այլն, հա, յուրաքանչյուր ոչ է բժշկական կենտրոն։ Հետո ինչ-որ մեկ եք վիճում եք եւ ձեզ կարող եք միայնակ զգալ, ձեզ կարող եք խոցված զգալ, այնպես որ մի վիճեք։ Հետո կարող եք դեպրեսիվ վիճակի մեջ լինել, ձեզ այդքան էլ լավ չզգալ։ Եվ երեկոյան նամակ կարող եք ստանալ, նամակ, բացիկ, SMS, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 1-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հաջողություն ունեք, առավոտյան շատ շուտ։ Դե աշխատանքային ժամերին, չնայած աշխատանքային օր չէ։ Նաև նոր հնարավորություն ինչ-որ կունենաք, որը փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, այստեղ կարող է հիվանդանոցի հետ է կապված, կարող ինչ-որ մեկն է այնտեղ բարկած, իր մասին եք մտածում, կամ պետք է գնաք տեսնեք, որևէ արուն եք տալիս, եթե իհարկե բաց է, չնայած այդ օրը բաց չի հնարավոր 1 օր հետո պետք է այդ ամենը անեք, կամ մտածում եք դրա մասին, կամ պատրաստվում եք, հա, ինչ-որ մի բան է այստեղ։ Նաև կարող է այստեղ այնպիսի մի գործունեություն է, այնպիսի մի գործողություն է պետական հիմնարկության հետ կապված, որ ոնց որ ձեզ հոգնեցրել է արդեն այդ հարցը։ Այդ հարցին եք անդրադառնում կամ ինչ-որ լինում է նման այդ հարցը, որովհետև այստեղ հնարավորություն է ձեր ձեռքը, որը պետք է օգտվեք, ինչ-որ մի բան է այստեղ բուժվելու հետ կապված կարող է լինել եւ այլն, յուրաքանչյուր բան, կամ հանգստանալու։ Սեղանի շուրջ եք այդ օրը նստելու, որովհետեւ լուսավոր մի բան տեղի կունենա ձեր կյանքում, դա եք նշում։ Հեռախոսազանգ կունենաք, դուք կզանգարեք մարդկանց, ձեզ կարող են զանգահարել եւ ինչ-որ գործեր կմղեք առաջ, բայց շատ չէ, հա, ուղղակի ինչ-որ բաներ կարող եք անել առաջ մղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 1-ին, սովորը։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև որոշ գործեր կարող եք փորձել առաջ մղել, կարող է հենց դա է, որ ուզում են ձեզ փոխել, հեղաշրջել, որպեսզի այնինչ որ դուք ուզում եք առաջ մղել այդ օրը, չանեք, այդպես։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, նաև կարող են զանգահարել ժամ պայմանավորվել կամ դուք զանգահարեք ժամ պայմանավորվեք, լավ լուր կարող եք լսել հեռախոսով, նաև այդ ժամը կարող է ձեզ դուր է գալիս, կարող է ինչ-որ ժամեր են փոխել, որը ձեզ է հարմար, կամ ինչ-որ մի բանի էիք սպասում, ոնց որ ասել էիք այս ժամին կարելի է, կամ թեկուզ աշխատանքի հետ կապված փոխել եք ժամերը, ասում են այո, այստեղ լավ լուր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 1-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ ինչ որ մի բան է ուշանում դրա համար եք շատ ուրախ, կամ այն ինչ որ ուշանում էր կարող է լինի դրա համար եք ուրախ, բայց հետո տխրում եք, չեմ հասկանում սա ինչ է, միգուցե սկզբում եք ուրախ, հետո իմանում եք, որ կարող է ուշանալ, տխրում եք, ինչ որ նմանատիպ մի բան կարող է լինել, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է օրվա ընթացքում, ուշադիր եղեք ժամին, կարող եք սպասել օրվա ընթացքում տարբեր մարդկանց կամ ինչ-որ մեկին սպասել եւ դա ուշանում է դրա համար այստեղ ժամերով կարող եք սպասել եւ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա կարող է այն ինչին որ սպասում եք լինում է եւ դա ձեզ կուրախացնի բավականին շատ եւ երկերեսանի մարդիկ ունեք օրվա վերջ ձեր կյանքում ձեր կողքը որտեղ որ այստեղ ինչ որ գործեր առաջ կարող եք մղել եւ դա նախանձեն կամ այնպես անեն որ եկուրյակների նման չուզենան հեղափոխեն ձեզ որպեսի չանեք դա առաջ չմղեք վախենաք ինչ որ մի բան այստեղ կարող են անել որ մի փոքր հեղափոխեն ձեզ կամ առաջ է գնում իրանք այտենց կողքից նախանձում են Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի մայիսի 1-ին Հարգելի առուսներ, այդ օրը ինչ խորը օր է, այդքան էլ լավ օր չէ, լարված օր է։ Առավոտյան որոշ խոչընդոտներ կան, հնարավոր է որ փակ են խանութները կամ ինչ-որ նմանատիպ մի բան, դա համար եթե բաներ պետք է գնեք, եթե խանութները փակ են իրոք լիարժեք, հա, այդպես թեկուզ հացի խանութ է։ Միգուցե ինչ-որ բաներ չեք գնել եւ դա է հիմա այս պահին խոչընդոտներ հանդիսանում։ Դա համար ուշադիր եղեք, այդ օրը իհարկե այնտեղ ամսի ապրիլի 30-ին պետք է առևտուր անեք, որպեսզի ունենաք։ Դիմացնային շաբաթ կիրակի է ընկնում, եթե իհարկե երկու օր տանն եք։ Համենայն դեպս առավոտյան որոշ խոչընդոտներ ունեք։ Հետո ինչ որ մի բան է ուշանում, փակ է, դա եւս էլի նորից չի լինում։ Այդ որ փակ է կարող է կապված է ոչ է կնոջ հետ իրան պետք է դիմեք կամ օծերն են փակել։ Օծերի արարք է, օծերի պատճառով է դա, որ փակ է։ Նաև երեկոյան եւս էլի հանկարծակի լուր կարող եք լսել, որից էլ մի ընտանիքի անդամների վրա գորգռակ, ինչպես։ Տեսակ լարված օր է։ Պետք է կարողանաք ձեզ զսպեք յուրաքանչյուր պարագայում, որտեղ նայեք առավոտ լարված, ցերեկ լարված, իրիկուն լարված ես։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Ինչքան վատ քարտ կա ընկելա։ Ուղղակի պետք է կարողանաք այդ օրը տիրապետել ձեզ յուրաքանչյուր պարագայում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին մայիսի 1-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հույսով եք որ չեք ուշանա կարծես թե ինչ-որ միտեղից, որովհետև ժամը ձեզ համար կարևոր է կամ ինչ-որ մեկը ճիշտ ժամանակին կգա, այդպես ինչ-որ բանի համար այստեղ հույսով եք։ Հեռախոսազանգ կունենաք, բայց վիճում եք ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր երկրորդ կեսի հետ դա կարող է լինել, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, ուշադիր եղեք։ Նաև երկար սպասված նամակ, լուր, տեղեկատվություն, դա կարող է լինել հարսանիքի վերաբերյալ, դա կարող է լինել սպասում եք հարազատներից որևէ լուր հղիության մասին կամ ծննդաբերության մասին։ Նաև այստեղ կարող է ուզում եք որ լսեիք թե երբ է ի վերջո ամուսնանում ձեր աղջիկը, ձեր թոռը։ Նաև սա կարող է գործնական որևէ մի բան է կամ վերադառնում է ամուսի ընտուն։ Մի խոսքով շատ լավ լուր կլսեք հենց այդ ամուսնության, ամուսնական կյանքի, այդպես որ երկար էիք սպասել։ Ոմանք էլ ամուսնության առաջարկ կստանան։ Սիրո խոստովանություն։ Նաև այդ օրը գումար ոմանք կամ կստանան կամ գումար կծախսեք։ Եվ իհարկե հիվանդանոցի հետ կապված որևէ հարցեր են բժշկական կենտրոնի դրա համար կարող է այնտեղից եք որևիցե հարցի պատասխաններ ստանում որին որ երկար եք սպասել կամ արդեն ձեր ամուսինը կինը արդեն լավ է իրեն զգում, ինչ որ մի լավ լուր է, որը որ եւ ընտանիքի անդամներին է վերաբերվում եւ իհարկե գործնական է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքների մայիսի 1-ին։
Հարգելի կշերտներ, այդ օրը առավոտյան մի փոքր խոչընդոտներ ունեք, պետք է հաղթահարեք, նաև կամ երկար սպասված հանգստի մասին կիմանաք, կարող են թույլ են տալիս գնաք հանգստանալու կամ որևիցե մի բան է, որ կարող է գնալ ձեզ թույլ տալ իրոք հանգստանալ, նաև սա ինտիմ հարաբերություններ են, ինչ-որ մեկի հետ կապված կարող եք իմանալ, նաև ուղղակի ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ են, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ։ Եվ երկար սպասված տեղեկատվություն, փաթեթ, որը փաստաթուղթ կարող եք ստանալ, ինչ-որ մի բան է նաև ուշանում, մոտավորապես մինչև 3 ամիս կարող է ուշանալ դեռևս։ Եվ ուշադիր եղեք, կարող են աշխատանքի առաջարկ անել, կարող են բիզնես բացելու առաջարկ անել, կարող են նաև ինչ-որ մեկին հանդիպելու, որը կարող պետական աշխատող է իրեն հանդիպելու առաջարկ ստանաք կամ հնարավորություն ստանաք և այդ ամենը ձեր ձեռքից բաց թողնեք։ Կարող է այդ պահին ասում եք չէ, հետո եք որոշում, որ արժեր աշխատել և արդեն ուշ է։ Եվ հույսով եք, հետո հույսով եք լինելու, որ ամեն ինչ կկարողանաք կարգավորել, կկարողանաք դեռ տեղ կլինի ձեզ կընդունեն, այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ձեր ձեռքից բաց չթողնեք, որ հետո չմտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 1-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ բան է ուշանում, հնարավոր է պետական հիմնարկության հետ է կապված, մոտավորապես 1 ամիս դեռևս կուշանա կամ հետաձգում են ինչ-որ մի բան, հանդիպում շփում կունենաք որևիցե տղայի հետ այդ օրը, և օրվա ընթացքում տատանվում եք, ծանրութեթև եք անում, միգուցե այդ հարցի մասին եք մտածում, և երկար սպասված նամակ կստանաք լուր, տեղեկատվություն, փաստաթուղթ նույնպես, գումարի հետ կապված այստեղ ուշադիր եղեք, հնարավոր է խաբեություն, շատ ուշադիր եղեք, նաև կարող է գումարը տալիս են սխալը, կամ ինչ-որ բան պետք է վճարեք, դա է սխալ, մի խոսքով բավական ուշադիր եղեք։ Ինչ-որ վերաբերվում է գումարին, թեկուզ ինտերնետով ինչ-որ բաներ պատվիրելու հետ կապված, և հույսով եք, երեկոյան հույսով լցված եք կամ հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, այդպես քնելուց, հույսով եք, որ առավոտյան կլինի և այլն, ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 1-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, հնարավոր է այնտեղ ձեզ լավ եք զգում, ձեր հարազատների հետ եք սեղանի շուրջ նստում, հնարավոր է նաև սիրային թեմա է, ժամադրություն է եւ այլն այնտեղ կարող է առաջին ժամադրությունն է, ձեր սիրելիի հետ եք ինչ-որ միտեղ գնում նստում եւ որոշ գործեր կարող եք առաջ մղել եւ դրանից հուզվում եք, կամ ձեր հարազատներն են օգնում ձեզ կարող է սեղանի շուրջ նստած որոշում եք կայացնում, համենայն դեպս ինչ էլ որ լինի, այդ առաջ խաղացումից, առաջ գնալուց կհուզվեք դուք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Բոլորը մեկ գծի վրա են, բոլորը միայն մեկ ժամանակահատվածում են կատարվելու։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 1-ին։ Հարգելի այդ եղջյուրները, այդ օրը առավոտյան ոչ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։ Ինչ-որ մի լավ բան է տեղի ունենալու, որից որ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, ոմանց մոտ սա հիվանդանոց է, ոմանց մոտ սա ուսումնական կենտրոն է, կամ յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Նաև կարող եք վիճել օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց հետ, կամ ինչ-որ մեկի հետ հստակ։ Երեկոյան սեղանի շուրջ եք նստելու եւ որոշ գործեր առաջ կմղեք։ Այստեղ հստակ առաջ եք մղում։ Կամ ոնց որ նստում եք սեղանի շուրջ, այդպես պայմանագիր եք կնքում, ինչ որ լուրջ թեմայի մասին եք խոսում։ Կամ դրանից հետո է ինչ որ մի բան ձեզ մոտ առաջ գնում։ Դուք եք առաջ տանելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 1-ին։ Հարգելի ջրհոսներ, ինչ որ մի բան է ձեզ հետ կատարվում, համենայն դեպս ես մի քանի օր է հուզվում եք, արտասվում եք, էմոցիոնալ եք, այսօր էլ եւս էլի էմոցիոնալ եք, բավականին շատ կարող եք հուզվել, կարող եք արտասվել նաև օրվա ընթացքում, կարող ինչ որ բան եք հիշել, կամ ինչ որ մեկին եք հիշում։ Այստեղ ինչ որ մեկին կսպասեք, ով որ ուշանում է ժամերով, նյարդայնանում եք, ուշադրություն, այստեղ առողջության ուշադրություն դարձրեք, որովհետև հետո գորգռալու եք։ Կարող է սպասում եք, անգամ գուցե ձեր մասին են մոռացել։ Եվ հետո գորգռում եք տվյալ անձնավորության վրա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 1-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կարող եք հանդիպել, խոսել որոշ մասնագետի հետ։ Նաև հաջողություն ունեք սիրային թեմայով, կամ հաջողություն ունեք ձեր սիրված կզգաք, նաև դռները բաց կլինեն էլի ձեզ, այդպես է, սիրված կզգաք, լավ կզգաք, եւ որից հնարավորություն կարող եք օրվա ընթացքում բաց թողնել ձեր ձեռքից, կամ կարող եք որոշել գնաք քնեք այդ հնարավորությունը բաց կթողնեք,
Կամ դա կարող է կապված է գիշերվա հետ, կամ այստեղ կարող է աշխատանք է, որը որ գիշերը պետք է անեք, կամ մինչև ուշ գիշեր, կամ ինչ-որ մի բան է այստեղ, որ հնարավորություն է ձեզ ընձեռվելու և դուք կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Կամ քնած եք լինելու ժամանակը գալի անցնի, կամ այդ պահը զանգահարեն ձեզ չկարողանան գտնել, էլի անցնի, հա, գնա, այդ հնարավորությունից չօգտվեք։ Կամ այդպես գիշերն է, ձեզ դուր չի գալիս դա և էլի ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։